Ողջույն իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, ոնց խոստացել էի ակտիվ եմ պահում YouTube-յան էջս, որպեսզի ձեզ համար լինի հետաքրքիր։ Այսօր միասին անում ենք իմ ու ձեր սիրելի unboxing, բայց այս unboxing-ը տարբերվում է մյուս unboxing-ներից նրանով, որ այս պատվերները ինձ համար չեն։ Հիմա եկեք սկսենք միասին բացել, տեսնում եք բավականին մեծ փաթեթ է, նույնիսկ ես հետևում չեմ երևում։ Այս մեծ փաթեթը բացենք ու ես պատմեմ, թե ում եւ ինչի համար են այս պատվերները։ Ասեմ, ես դասավանդում եմ թատերական ստուդիայում դերասանի վարպետություն եւ իմ խմբի երեխաների հետ բեմադրել եմ ներկայացում, որը խաղալու են դեկտեմբերի 20-ին։ Մեզ մոտ ուսումը անվճար է, մի խոսքով, երեխեքը սիրողական ուղեկի զբաղվում են, ես էլ ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեք պատկերացնի ինչքան մեծ էներգիա եմ դրել այդ ամեն ինչի մեջ, որպեսզի այն ներկայացումը, որը ես բեմադրել եմ, լինի իրենց համար անմոռանալի, որովհետև իրենց կյանքի առաջին ներկայացումն է եւ որպես այդպեսին իմ բեմադրած մեծ առաջին ներկայացումն է այսքան մեծ սաստավով, որովհետև 25 երեխա կա ներկայացման մեջ, եթե չեմ սխալվում, եւ նաեւ ինձ համար առաջինն է նրանով, որ ներկայացման ամբողջ պիեսը գրել եմ ես, ներկայացման մեջ եղած բոլոր երգերի բառերը գրել եմ ես, ու ես չէի պատկերացնում, որ ես երբևէ նման բան կարող եմ անել, երբևէ կարող եմ այդքան մեծ ծավալով ներկայացում գրել ու հետնել բեմադրել։ Բարդ էր, բայց այո, ես արեցի։ Հիմա այստեղ այդ ներկայացման համար նախատեսված հագուստի ու ռեկվիզիտների, այսինքն այն իրերի, որոնք իրենք օգտագործելու են ներկայացման մեջ, մի մասն է։ Մնացած մասին դեռ սպասում ենք ճանապարհին է։ Եկեք միասին բացենք, տեսնենք ինչերն են եկել, ու ես հույս ունեմ, որ մինչև դեկտեմբերի 20-ը կհասնի, որովհետև այս տեմայի պատվերները վերջերս ուշանում եմ։ Սա բացենք։ Այստեղ են փաստորեն թզուկների շորերը, եկեք քեզ բացենք, հասկանանք ինչ չափեր են եկել, կլինեն երեխեքից թե չէ։ Այս թզուկների շորերի հետ կապված համընկավ, այս ինչ տալցիվն է, գիտեք, չէ, որ sense պատտվում հələ այս կողմն է, ես այս կողմում եմ։ Չի գալիս, լավ, ես պատտեմ։ Թզուկների շորերը պատվիրելը համընկավ, ընդհանրապես բոլոր հագուստները պատվիրելը համընկավ Հելլոուինի հետ, ներողություն, մի քիչ հիվանդ եմ, ինչպես բոլորը։ Նայեք։ Ինձ մոտ թզուկների տարիքները, ընդհանրապես բոլոր կերպարների տարիքները, երեխեքից տարիքները շատ տարբեր են իրարից, դրա համար պետք է չափերը ճիշտ ընտրել, սա կարծում եմ Անահիտին կլինի, լավ էլ մեծ է, բայց մեծը ոչինչ վտանգավոր չի, որովհետև իր հետ մի գոտի, այսպիսի, ունի, այս ինչ հա, չոլիկիներ ունի։ Հիմա ես պետք է խնդրեմ, որ երեխեքը սրատակից հավանաբար հագնեն շորտ, որպեսզի կարողանան ազատ շարժվել, որովհետև ներկայացման մեջ նաև ընկնում են։ Եվ ունի գլխարկ։ Բաբա։ Իդեպ ականջներել եմ պատվիրել, որ ավելի նման լինեն գնամների։ Սա սպիտակաձյունիկի մեջ եղած 7 թզուկների շորերից է, այս մեկ։ Հաջորդը, եկեք թզուկների շորերը բոլորը հետով բացեմ, 7 շոր պետք է լինի։ Սրանք նասկիներն են թզուկների, ես իրենց խնդրելու եմ, որ կոշիկի վրայից կամ ավելի ճիշտ մասիկի վրայից հագնեն, որ բոլորինը միանման լինի, նայեք են սիրուն են։ Սա նասկիները, 1 զույգ, 2, 3, 4, 5, 6, 7, շատ ճիշտ է, սա այսպես, սա հաջորդ շորը, շորերի որակները երեցից տարբեր են իդեպ, օրինակ ես մեկը շատ բարակ է և փոքրիկը չափը, այսպես, սա տղայի շորը և իր շալվարիկը, այսպես, մի քիչ երկար, մի քիչ կարճ, բայց նորմալ է, որովհետև ես սարք եմ, դա երկրորդն էր, սա երորդն է, սա ամենը փոքրիս կլինի, իդեպ սրանք գիտեք չէ, գիշերիկներ են, պիժամիկներ, իսկ ես մեծ շորը, օրինակ, օգատ էլքի շորեր։ 1, 2, 3, սա բացվում չորորդը։ Հենց ոգևորված եմ, հուսում եմ իրանք էլ ինձ նման կոգևորվեն։ Սա չորորդը, էլի կարծես նույնից է, ուղղակի մեջքին չկա, այն մյուսը մեջքին էլ կար։ Սա չորորդը։
5-րդը։ Ինչ լավն է։ Սա աղջիկներին մեկին կլինի։ Հելը։ Ինչ լավն է։ Շատ լավն է, բայց որակը շատ ոտնա, իրականում շատ բարակ է, այսպես նույնիսկ եթե սենց անեմ թափանցում է, էլի, այդքան բարակ է։ Շատ լավն է այս մեկը, իր գլխարկն է, որի զանգակը կարծում պետք է հանենք, որպեսզի չխանգարի, կալգոտկան է, ու վերջ։ Տեսնենք սա ալի կլինի, ես կալգոտկայի չափել բացեմ նայեմ, ես ամենաշատը չափերից եմ վախենում, որովհետև չգիտեմ ինչ չափ են իրենք հագնում, հա, էլի գետրիներ է կալգոտկա չի, բայց տակից այո, պետք է շորտիկ հագնեն բոլոր նրանք, ովքեր որ յուբկայով են լինելու։ Հիմա բացում եմ 6-րդը։ Սենց շալվար, որ իրար նման չի դեպ, և այ այսպես վերխ, սրա որակը ավելի լավն է մնացածի համեմատ։ Իդեպ տեմոնին բան ունի, որը ինձ բացարձակ դուր չի գալիս, եթե նույն ապրանքից ուզում ես պատվիրել 2 կամ ավել հատ, անպայման գինը փոխում է ու ավելի բարձրացնում է։ Եվ դե փորձեք ձեզ մոտելա, տենց թե մենակ ինձ մոտ է։ Սա գլխարկ, դրա համար իրականում տարբեր է պատվիրել, կուզեի 7-ին էլ նույնը լիներ։ Գոտի, գետրիներ և շորիկ։ Այս մի շորիկը կարճաթև է, այն մյուսներն էր կարճաթևած որ։ Երկուսը մեծ աղջիկներինն են, այն մեկն էլ փոքրիկ է ստացվում։ Սա թզուկների մասում ներկայացման մեջ կա Պիտեր Պենը, ում համար ես հագուստ այդպես էլ ոչ մի կերպ չկարողացա գտնել, կերպարային հագուստ չկար Պիտեր Պենի, կարծում եմ այդ հերոսը արդեն սատկել ամեն ժամանակներում չկա, ինքը գոյություն չունի, դրա համար ես պատվիրեցի նմանատիպ մայկա, հետևն էլ այսպես։ Այս մայկան բավականին մեծ կլինի իմ Պիտեր Պենի տղային, որովհետև ինքը իհարկե բարձրահասակ է, բայց նիհար է։ Ես դիտմամբ եմ պատվիրել մեծ չափ, որպեսզի այսպես օծիկ կտրեմ իր համար, այստեղից, այսինքն սենց եռանկյունաձև կկտրեմ, հետո թևերը ուղիղ է Պիտեր Պենի, բայց ներքևի հատվածը տեսնում եք, որ այսպես եռանկյունաձև է, նայեք, այս մասը տեսնում եք, այդ մասը, որ եռանկյունաձև է, տակից սիրուն, այս սենց կկտրեմ, ինքը կհագնի սև շալվարի հետ և կունենանք գոտի, կարծում եմ գոտին կլինի կանաչ, երբ հագնի կհասկանամ, եթե գոտին հավաքենք ու այս ներկարը շարունակի երևալ, ուրեմն անպայման գոտիով կանեմ, եթե չէ, ոչինչ, գոտի կարելի է նաև չանել։ Հաջորդը ինչ է ինձ մոտ, պետք չի ճղել փաստել, ուղղակի պետք է բացել։ Հաջորդը հուդի է, որը ես պատվիրել եմ, Կոկո մուլտիկը տեսել եք, իր մեջի, ոչ ինչ էր կերպարյոնն է, մոռացա, Միգելի համար, տեսել եք, չէ, սենց գլխարկը դնում է գլխին և կդառնա Կոկոն, սա էլ է շատ մեծ իմ հերոսի համար, բայց ով խաղալու է դերակատանի համար, բայց էլի մեծ չունի։ Ժասմինի պարիկն է եկել, տեսնենք, Ժասմին էլ կա իմ ներկայացման մեջ պարզվում է, հուսամ գլխով կլինի, բավականին փոքր է, իր մազերն էլ երկար է, այնպես է, ինչ փոքր պորիկ է, հա, ներողություն, այսպես և մազերը այսպես, ոչինչ, դե ինձ փոքր է հասնած այդ աղջիկը, մյուս վիդեոյում կասեմ եղավ այս պորիկը իշխնքով, թե չէ, ես ունեմ, որ կլինի, եթե չլինի, այստեղ ցանց կա, այս ցանցը ես կարող եմ հանել և փոխարենը ուրիշ բան կարել, որ լինի, բայց որ սենց նայում եմ, պետք է որ լինի, գրված է, որ մանկական չի է, մեծի է, դրա համար եմ պատվիրել, այդ քեզ հրաշք, այդպես, ինչ ունեմ այստեղ, մոխրոքիկի համար նախատեսված աքսեսուարներ, գլխազարդ, տաբադոկը, ձեռնոցներ, երկար կապույտ, ականջողեր, սենց կապույտ խարիկներով, բայց կապիտակ խարիկներով, այգիս պիտակ երևած, և իր շատ հայտնի վզի չոկերը, սա մոխրոտիկի աքսեսուարներն են, մոխրոտիկի շորը աստված գիտի կհասնի թե չէ, որովհետև նշվում է, որ նրա վրա հասնի մինչև դեկտեմբերի 17-ը, 20-ին ներկայացումն է, ու եթե եկավ մեծ կամ փոքր, ես չգիտեմ ինչ են գանելու մոխրոտիկը կլինի անշող, չգիտեմ ինչ եմ անելու, էլի բան ունենք իվերք են, նայեք, սա պատվիրել եմ Կոկոյի մուլտի դերակատարի համար, Միգելի համար,
Սենց տատու, որ դեմքին պակցնենք, նայք, որ նմանվի իրեն, այս այա իրեն նմանց որ, ամսա, մեխոսքով այս մեկը չենք օգտագործի, բայց սրանցից ամեն մեկը կարող ենք արբեր ներկացումների ժամանակ օգտագործել, ինձ թվում անտիր կլինի, շատ սյուրնա, սա այսպես, և էլ ընջում ենք, այստեղ եվս մեկ բան ունենք, Սա էլ ապորս կողտում, այստեղ էլի բան կա, որ չեմ բացել, սա էլ Էլզայի պարիկն է, նախորդ օրը իմ աշակերտուհին, ով Էլզայի խաղալու անհանգստանում էր, ասում էր, ընկեր Հասմիկ, բայց իմ մազերի գույնը բացարձակ չի համապատասխանում Էլզայի մազերի գույնին, իսկ ես ուզում էի նրան ասել, դու կարող ես կտրել ներկել քո մազերը, կատակով իհարկե, որովհետև ես արդեն պատվիրել էի նրա համար այս շքեղագույն կեղծամնակ, ու հենց Էլզայինն է։ Սա մեծ է հաստատ, որովհետև իմ գլխով նորմալ եղավ, ուղղակի ուզում հասկանալ, այս ինչ է։ Էլզայի շորը արծաթագույն շոր է, ու ես գտել եմ այն մեր տնից։ Բայց ուսերին կարծում եմ ինչ-որ թիկնոցանման հիվան կանենք, իդեպ եվս երկու, այս կեղծամը հանեմ, որ տենց վատ տեսքիչներ եմ էլի տեղից առանց մեյքափ եմ ու հիվանդ եմ 38 ջերմությունով։ Իդեպ եվս երկու փաթեթ կա, որոնց դեռ սպասում եմ, մեկը արդեն ասացի, որ նշված է, որ դեկտեմբերի 17-ին է ամենաուշը հասնելու, բայց նշված է, որ հնարավորն է ուշան է, ու դա կլինի ուղղակի ահավոր, որովհետև այնտեղ կա մոխրոտի շորը, զինվորների շորը, որսորդի շորը, մի քանի աքսեսուարներ, կարևոր ռեկվիզիտներ, մի խոսքով դա շատ վատ կլինի, բայց ես հույս ունեմ, որ ամեն ինչ, մատես խաչեցվածն եմ, որ ամեն ինչ մեր սրտով կլինի ու լավ կանցնի ներկայացումը, որովհետև արդեն ասացի, որ շատ մեծ էներգիա ու ջանք եռանդ եմ դրել այս ներկայացման մեջ եւ իրականում շատ բարդ է 25 հոգու, 25 տարբեր տարիքային խմբի երեխաների 7-ից մինչև 20-21 տարեկան, եթե չեմ սխալվում, դժվար է շատ համախմբել, նույն գաղափարի շուրջ հավաքել եւ ստանալ այն, ինչ մենք ստացանք մոտավորապես 45 րոպեանոց ներկայացում, հեքիաթային, գունեղ, երաժշտական ու այն դեպքում երաժշտական, երբ իրենցից ոչ ոք վոկալային տվյալներ չունի, այնց մի քիչ մաքսիմում 1-2 հոգին, որ կարելի էր վրան հույս դնել, բայց մենք գնացինք ձայնագրման, մենք ընթացքում արել ենք վոկալի փորձեր, ընթացքում պարի փորձերի են գնում հիմա դեռ երեխաները, պարերից 3-ը ես ինքս բեմադրել եմ, ասել եմ դրանց ձեռք տալ պետք չի, որովհետև ըստ ներկայացման եմ բեմադրել, մնացածը որտեղ որ ընդհանուր խմբերով էին, ուղղակի ժամանակս չի ներում, դրա համար պարուհին է աշխատում իրենց հետ, պարի դասերի են գնում, մի խոսքով դեկտեմբերի 20-ին լինելու է պրեմիերան ու ես հավատացեք իրենցից շատ եմ հուզվում։ Մի խոսքով, այս հուզված նոտայի վրա ձեզ ասում շնորհակալություն, որ նայեցիք այս անբոքսինգի հոլովակը, ձեզ պաչիկներ եմ ուղարկում ու սրտիկներ ինձ համար դրեք, հոլովակի ներքևում եկեք չմոռանաք subscribe անել։